Բարև ձեզ, հարցազրույցի տաղավարում այսօր զրուցելու եմ Գերագույն խորհրդի պատգամավոր հրապարակախոս Սուրեն Զոլյանի հետ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, պարոն Զոլյան։ Այսօր Հանրապետության հռչակման օրն է, առաջին Հանրապետության հռչակման օրը մայիսի 28-ն է, տոն է, սկսենք օրվա խորհրդով եւ փորձենք զուգահեռներ անցկացնել նաեւ այն իրականության հետ ու մեր ժամանակների, որովհետեւ մասնագետները շատ են տեսնում նմանություններ իրավիճակների եւ նաեւ այն հավակնությունների, որոնք դեռ 1920-ական թվականներից ու դրանից առաջ էլ իհարկե ունեցել է Թուրքիան ու այն իրավիճակի, որում այսօր գտնվում է մեր պետությունը, չնայած նրան, որ Նիկոլ Փաշինյանը օրվա ուղերձում հայտարարել է, թե Հայաստանը այսօր ավելի ինքնիշխան է, ավելի պետություն է, քան երբևէ եղել է, ու մենք նախկինի սխալները նրա ձևակերպմամբ չպետք է կրկնենք ու ըստ նրա Սարդարապատի խորհուրդը հենց այդ է եղել, իսկ նա սխալ համարում է ամբողջ հայոց պատմությունը մինչև 18 թվականը։ Եկեք ցավոք ես լավ հիշողություն ունեմ, եւ հիշում եմ նույն անձնավորության 1918 թվականի ելույթը նույն Սարդարապատում, երբ նա գովերգում 2018 երբ նա գովերգում էր առաջին հանրապետությունը Սարդարապատի ճակատամարտը եւ արժեքավորում էր այն հաղթանակը, որ եղել է Սարդարապատում, որպես երաշխիք Հայաստանի հետագա զարգացման։ Այսինքն եկեք փորձենք խորությամբ նայել, ոչ թե այս մարդու բնական այսօր նրան ձեր է տալիս այդպիսի բան ասել, որովհետեւ պիտի խոստովանի, որ պարտություններից բացի ինքը հայ ժողովրդին որևէ բան չի բերել։ Ուստի այսօրվա նրա ելույթը դա ուղղակի մի հերթական կապիտուլյացիա է, արդեն իր իսկ ժողովրդի հանդեպ, իր իսկ պատմության հանդեպ, ինչպես նաև այս տոնի հանդեպ։ Այո, նա դավաճանել է ամեն ինչ եւ նաեւ 28-ը։ Ինքը իրավունք չուներ այնտեղ հայտնվելու։ Սարդարապատում եղել են բոլորին այլ տեսակետներ կրողները, բոլոր այլ գաղափարախոսության մարդիկ եւ նրա մուտքը այնտեղ պիտի արգելված լիներ։ Բայց քանի որ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ սևը ներկայացվում է որպես սպիտակ եւ հակառակը, նա իր համար այդ ելույթը իրավունք ունենալ եւ այդ իրավունքը փաստորեն մենք ենք իրեն տվել։ Այդ ավելի շուտ ոչ թե իրավունք, այլ հանդգնություն է եւ նման ելույթ ունենալը, որովհետեւ դա ուրացում է ոչ միայն պատմությանը, ուրացում է այն հերոսների, որոնք պատերազմել են եւ հույս չեն դրել ինչ-ինչ թղթերի վրա։ Թեև պետք է ասել, որ բավականին ակտիվ դիվանագիտական աշխատանք տարվում է եւ նույն օրերին, երբ Սարդարապատի օրերին եղել է նաև Բաթումի բանակցությունները, միգուցե անհաջող, փորձ չունեցող մարդիկ են գնացել, բնական է, եւ նաև 28-ի որոշումը, որտեղ այսօր փորձ է արվում նաև անտեսել այդ որոշումը, ասելով դա ստիպողաբար է բերված, որովհետեւ վրացիները դուսեկան անկախացան, ադրբեջանցիները թաթարները անկախացան, մենք ինչ անեինք։ Եթե վերցնեինք այն գաղափարախոսությունը, որտեղ կեր Քեֆարա եւ Հարկերը մուծի, հանդիստ կարող էին Թիֆլիսում մնալ։ Նույնը Երևանում։ Եվ այդտեղ պետք է նաև նշել ոչ միայն Սարդարապատը եւ ճիշտ է որ 28-ը արդեն տոն է նշանակում հրճակված։ Նաև այն միգուցե կառավարչական համակարգը, որը ստեղծվել է Փաստորեն զրոյից։ Արամ Մանուկյանը Երևանում, Թիֆլիսում, ազգային խորհուրդը, որ իր վերցրեց պատասխանատվությունը եւ իրոք վերցրեց պատասխանատվությունը, ամփոփ տվյալ ոլորտի, որտեղ կառավարման փորձ ունեին, բայց համենայն դեպս մի տարվա ընթացքում նրանք 9000 քառակուսի կիլոմետրից դարձրեցին 56000 քառակուսի։ Այո, առաջին անգամ մայիսի 28-ը նշվել է 1919 թվականին։ Երբ այդ կառավարությունը, որը գլխավորում էր Քաջազնունին, բայց դա նաև եղել է ավելի շուտ կոալիցիոն կառավարություն, բոլոր խավերը ներկայացված էին, անգամ ոչ թե բոլշևիկյան, անգամ բոլշևիկները Սպարտակ կազմակերպությունից, ժողովրդական կուսակցությունը, դաշնակցությունը, աշխարհահնչակ, այսինքն դա եղել է իրոք համազգային մի կառույց, որը ստեղծվել է ոչ թե ընտրությունների միջոցով, դա էլ այն մարդկանց կողմից, որոնք պատասխանատվություն են զգացել երկրի համար, ստանձնել են այդ պատասխանատվությունը եւ փառքով ավարտել են եւ դրա համար նրանք սահմանել են այդ տոնը 28-ը,
որպեսզի ակցիաներեն Հայաստանը որպես անկախ ժողովրդավար եւ միացյալ Հայաստան։ Եվ այդ միացյալ Հայաստանը արդեն կար այդ բանը, որտեղ արդեն ոչ միայն Ղարաբաղի նահանգ, այլ նաեւ այլ տարածքներ անցել էին Հայաստանի դիապետության տակ։ Եվ այս argument, գիտեք ինչ, այն ինչ որ մենք այսօր լսում ենք, դա որացում է նաև հաջորդ պատմությանը, նույնպես հիմա այ գալիս էի դրան, պարոն Զոլյան, Նիկոլ Փաշինյանի եւ առհասարակ նրա իշխանության, մերձիշխանական քարոզիչների ու խոսափողների ելույթները եթե վերլուծենք, հատկապես վերջին շրջանում նրանք խիստ ակտիվացրել են նաև թիրախ են դարձրել խորհրդային Հայաստանը եւ այն ձեռքբերումները, որոնք հայ ժողովուրդը ունեցել է այդ ժամանակահատվածում մենք տեսանք թե մայիսի 9-ը ինչպես գնահատվեց իշխանական քարոզչա մեքենայի կողմից, մենք տեսանք թե ինչ համեմատություններ էին արվում, ինչ հայտարարություններ էին արվում, ինչպես էր փորձ արվում առհասարակ նսեմացնել հաղթանակի գաղափարը, ինչ կեղծ թեզեր էին շրջանառվում։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ասում է, որ 70-ամյա այդ խորհրդային ժամանակաշրջանի ռոպագանդայից մենք դեռ դուրս չենք եկել եւ երրորդ հանրապետությունը ըստ նրա, որը նա փաստացի ուզում է վերացնել, մոռացության տալ, դեռ շարժվում է խորհրդային ռոպագանդայի ազդեցության տակ, ըստ նրա ինքը եկել է ստեղծելու իրական պետություն, գալիս է ստեղծելու իրական ինքնիշխանություն եւ ինքնուրույնություն, մինչեւ այդ նրա գնահատմամբ այդ ամենը չի եղել, դա եղել է անցած 70 տարիների ռոպագանդայի արդյունքը։ Հիմա գանք Հայաստանի ինքնիշխանությանը, Նիկոլ Փաշինյանի օրերի Հայաստանը նկատի ունեմ, մեր օրերի Հայաստանի իրական ինքնուրույնությանը եւ այն դերին, որը հիմա Հայաստանը ունի տարածաշրջանում եւ եթե գլոբալ վերցնենք աշխարհում, ինչից ինչ է դարձրել Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետությունը։ Գիտեք, ինչքան որ խոսում ենք հենց մայիսի 28-ի Եվրատորի մասին, ապա փորձենք դուրս գալ հենց այդ տեսանկյունից նայենք։ Տեսեք, դե 90 թվականին, եթե վերցնենք 90-ի փոփոխությունը խորհրդային միությունից դուրս գալը եղել են այդպիսի ձայներ, տեսակետներ, որով խորհրդային միությունը սխալ բան է եղել, մենք պիտի հրաժարվենք ամեն ինչից եւ այլն։ Այդ թվում նաեւ մայիսի 9-ից անգամ տոնը փոխվեց, դարձավ մայիսի 8-ը, ինչպես Եվրոպայում, բայց հետո ամեն ինչ տեղ եկավ։ Եվ այնտեղ հասկացանք, որ առաջի հանրապետության շարունակությունը թեև որոշակի հակասություններով ընդունվեց եւ շարունակեց երկրորդ հանրապետությունը խորհրդային եւ դեպ նույն Քաջազնունի դա արձանագրեց եւ վերադարձավ խորհրդային միություն ճիշտ է 37 թվականին ինքը ինչպես նաեւ իր շատ այլ գործընկերներ կառավարությունն Հայաստանում են ճիշտ է շատ դաժան ավարտ ունեցան բայց դա շատ կարեւոր է բայց ոչ ոք չի հասկանում բայց 90 թվականից հետո եղավ շատ լավ ճիշտ գաղափար որ դա եղել է երկրորդ հանրապետություն եւ երրորդ հանրապետությունը 91 թվականի ոչ թե 0-ից է սկսվել, այլ հենց այլ հիմքով եւ առաջի հանրապետությունը եւ երկրորդ հանրապետությունը եւ բնական է երրորդ հանրապետությունը որ պիտի շարունակվի, այսօր ժխտվում է ոչ միայն երկրորդ, այլ նաեւ երրորդ հանրապետությունը։ Մեզ փորձում են համոզել, որ մենք գաղութում ենք ապրել։ Այո, գաղութ, մենք գաղութատեր չենք, եթե վերցնենք կայսրությունը, այնտեղ կար Միքայել Բորիս Բելիքովը, որը երևի թե Ռուսաստանի երկրորդ մարդն է, թագավորից հետո, որը նաև շատ կոնկրետ զբաղվում է Հայաստանի գործերով, սովետական միության կողմից, կար նույնպես չեմ ասում Մակշարներից, Միկոյանը եւ մնացածները, այսինքն նրանք վերնախավ էին։ Վերջերս լսեցի, որ երկրորդ համաշխարհային պատերազմում խորհրդային միությունը օկուպացրել է Պրիբալտիկան։ Եթե այդպես է, ամենամեծ օկուպանտը Մարշալ Բաղրամյանն է, որը նաեւ հենց հրամանատարն է եղել սկզբից Պրիբալտյան ռազմաճակատի հետո։ Այս իշխանության քարոզչա մեքենան չի խոսում։ Բայց հիմա նույն հակասություն, այն մարդը, որ խոսում է դրա մասին, նստած է Բաղրամյան 26-ում։ Նույն Մարշալ, եթե այդքան ատում ես այդ մարդուն դուրս արի, եթե դուք ատում եք խորհրդային ժառանգությունը դուրս արեք, այդ կառավարության շենքից դուրս եկեք, ազգային ժողովը կենտրոնը իր համար ասակել, դուք այդ ինչ գործ ունեք, եթե այսինքն նրանք ուզում են օգտվել այդ բարիքներից, բայց կարծում են, թե ասում են, որ դա չի եղել, ոնց չի եղել։ Հիմա վերադառնանք նորից այն իրադարձություններին։ Նորից եմ ասում Հայաստանը, որ ստիպված է ընդունել այն Բաթում պայմանագրով իրեն Թուրքիայի կողմից թելադրված 9000 քառակուսի կիլոմետրը,
առանց ռազմական գործողությունների դիվանագիտության շնորհիվ դարձավ 56 քառակուսի կիլոմետր։ Հիմա մենք ինչ ենք տեսնում։ Այո, օրինակ արդեն վաղուց են ասում, այո, համաձայնագիրը պատրաստ է։ Եթե պատրաստ Ադրբեջանի հետ Ադրբեջանի խաղաղության, բայց ինչու՞ չի ստորագրվում, որտեվ այն գլխից երբ մենք դες հետ խոսել ենք, որ Ալիևը կամ արտաքին գործոստ նախարարը հենց այն հայտարարելով որ պատրաստ է, ասել են, որ կան կետեր։ Ու պայմաններ դրեց սահմանադրություն Մինսկի խմբի լուծարում։ Հիմա արդեն այսպես կոչված ադրբեջանցիների վերադարձ։ Հիմա ադրբեջանցիների վերադարձ եւ այլն, այսինքն պայմանագիրը պատրաստ է, բայց Ալիևը եկեք ասել բանակցություններ են գնում տեղի համար, ոչ թե պայմանավորվում են որ քաղաքում։ Ինչ նոր պայմաններ Հայաստանը պիտի ընդունի եւ այդպես շարունակական։ Երբ դու ասում ես խաղաղություն է լինելու, դու պիտի հասկանաս, որ դու միայնակ չես։ Դու ոչ թե սնիվրա ես ապրում, այլ տարածաշրջանում, որտեղ շատ այդպես ասած ագրեսիվ է, եւ մենք տեսնում ենք Թուրքիայի հաջող դերակատարություն։ Հաջող, տեսեք, Թուրքիան առայժմ չի շարժվում, Ադրբեջանի միջոցով է գործում, բայց մենք տեսնում ենք, որ հիմա ինչ խնդիրներ կան Սիրիայում, միջև այդ Լիբիայում, մեզ նկատել, վաղուց արդեն կարծես թե այդ հարցերը լուծված են Կիպրոսում, եւ եթե Հայաստանը իդեմս Փաշինյանի հայտարարում է, որ խաղաղություն լինելու է, պիտի հարցնես, իսկ քո հարևանները համաձայն են քո տեսակետի հետ։ Թե ամեն անգամ նոր պայմաններ են դնելու եւ հիմա մենք տեսնում ենք, որ այդ պայմանները բերում են Հայաստանի կազմակերպմանը, այսինքն պիտի դառնա Արևմտյան Ադրբեջան, անհասկանալի է ինձ համար 60% է Հայաստանի, այսինքն արդեն հստակ կա, որ պիտի դառնա Արևմտյան Ադրբեջանը 40%-ը կմնա հայկականի։ Այ մոտավորապես են 9000 քառակուսի կիլոմետրը, որ եղել է Բաթումի պայմանագրով։ Ալեքսանդրոպոլի հետագայում, որտեղ եթե լսեք թուրքական եւ ադրբեջանական դիվանագետներին, շատ դեպքերում չեմ ասում վերլուծաբանների որոնք նրանք ասում են եղել է Ալեքսանդրոպոլի պայմանագիր։ Եթե եւ այդ Ալեքսանդրոպոլի պայմանագրով ինչ որ ձևով պետք է Թուրքիանի հարաբերությունը կառուցի։ Հիմա խոսենք արդեն փաստերից, խոսել է ենթադրենք, որ մենք Թուրքիայի հետ ակտիվ բանակցում ենք, կամ երկխոսության մեջ ենք։ Ակտիվ երկխոսություն։ Ակտիվ երկխոսությունը ինչ է այդ երկխոսությունը։ Դե գնում ես այդ արտահայտված։ Դե հիմա գնում է, տեսանք, բանի, Էրդողանի գիքը դոշին ժպտալով նայում է, կամ ինչ-որ ձեռքերը սխմբելուց, ինչ-որ լակեի տեսք է ընդունում, խոնարհվելով, ոնց որ օֆիցիանտը, որ չայով է ստանում։ Այդ նկարը տեսանք, եթե դա համարվում է երկխոսություն, ապա գոնե դրա դիմաց մի ֆուրակ անցներ։ Երբ ասում, թեև ես ասում եմ, ինչու պիտի Թուրքիան բացի ճանապարհը, եթե դա ձեռք չի տալիս։ Եթե միշտ էլ ասում եմ, միջև Ադրբեջանի հետ հարցերը չլուծեք, այսինքն այդ պայմանը միշտ դրված է։ Անկամ Վրաստանի հետ կարողացել են հարաբերությունները փչացնել։ Հիմա տեսնում եք Վրաստանում Հայաստանի բերների հետ ոչ միայն կոնյակի, այլ բանի, միշտ ինչ խնդիրներ կան եւ ոչ մի ձևով չեն կարողանում այդ հարցը լուծել, թեև դա մեր ռազմավարական գործընկերն է։ Այս առումով խոսքը գնում է սահմանների մասին։ Սահմանների մասին եւ խնդիրը նորից գալիս է մենք միակ արձագանքը կանցես թե այդ կրակահերթերը կանոնավոր չեն։ Ոչ կանոնավոր թիրախային չեն, ուրեմն կարելի է այդպես ասած անտեսել, հիմա դե պատկերացրեք, եթե մեկը գնա Պրոշանում ոչ թիրախային կրակահերթեր արձակի, ինչ կառավարական առանձնահատկություններից լսվի այդ ձայնը։ Գնանք կամ ինչ-որ ձայնի կամ հենց այդ կառավարական Տաչանների ուղղությամբ կապակի կոտրվի, ինչպես խաղաղ բնակիչների տներում է կոտրվում։ Թիրախային չէ, ոչ թե մարդուն են թիրախավորել, այլ շենքը։ Դե շենքն էլ բանի ինչ կլինի, կտուրը կառուցեն եւ։ Այսինքն այս առումով մանիպուլյացիաները մեզ բերում են մի բանի, որ իրոք, եթե խոսքը գնում է խաղաղության մասին, խաղաղությունը ապահովում է ինչ-ինչ երաշխիքներով։ Եթե մենք, չգիտեմ, միջերկրական ծովում մի կղզի լինեինք, դե ինչ-որ կարելի է մտածել, թեև մենք տեսնում ենք, որ այդ կղզիներն էլ գայթակղիչ են եւ մենք տեսնում ենք Թուրքիայի կողմի դա նոր բան չէ, նեոօսմանիզմի գաղափարը։ Դա հռչակվել է դե 2000 թվականների սկզբից։ Նեոօսմանը ճիշտ ասում են դա պիտի փափուկ ուժի միջոցով, բայց տեսնում ենք, որ փափուկ ուժի միջոցով չի ստացվել։ Հիմա կոշտ ուժի միջոցով, ինչպես որ օրինակ Իրաքի հետ հանդեպ Սիրիայի եւ այլն, Ադրբեջանը այսօր Բերձորում
հավաք է կազմակերպում, այդ մարդիկ ինչու են եկել։ Պակիստանի նախագահ Էրդողանը ուրիշ գործ չունեն, մի հատ նայեք, պարապ մարդիկ չեն, տուրիստ չեն եկել են մի քիչ Բերձորի լեռներում որսան են։ Հսկայական պետությունների ղեկավարներ այնա շատ լարված վիճակում, Պակիստանը նայեք, Հնդկաստանը, Թուրքիայի վիճակը նայեք, այնտեղ այդ Սիրիայի հետ կապված եւ այլն։ Ժամանակ են գտնում գալ եւ ինչ հարցեր են քննարկում, ինչ հարցեր եւ որտեղ են գալիս, չէ, որտեղ են գալիս, գիտեք ինչ, դա խորհրդանիշ է։ Գալիս են, արդեն այնտեղ կա եւ հարկական բնականա այն հարցերը, որ հետագա ինչ-ինչ զարգացումներ պիտի ունենան։ Ու ինչպես են գործել։ Այո, նույնիսկ նրանք տուրիստ չեն, որ գան ինչ-որ մի կտոր հաց ուտեն, այնտեղ գնան։ Դա ինչի մասին է վկայում։ Այսինքն կան բազմաթիվ գործոններ, որոնք պետք է հաշվի առնել, որպեսզի արձագանքեն եւ հասկանալ, որ Հայաստանը իրոք վտանգված է։ Վտանգված է, որովհետեւ չունի այսօր ոչ մի դաշնակից։ Կարող ենք մեզ խաբել, որ Տեսեք, այստեղ պարոն Զոլյան Նիկոլ Փաշինյանը ասում է, հերուներում չփնտրենք մեծ երաշխավորներ, մեր հարաբերությունները կարգավորենք մոտ հարևանների հետ։ Ու մեծ ոչ մի երաշխավոր պետք չի, դա ինքնին կերաշխավորի տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը։ Գիտեք, դա առաջի դեպքը չի, ես հիշում եմ 4 տարի առաջ դեք Աղրատ Միրզոյանն ասում եմ, ես հենց վաղը պատրաստ եմ ստորագրել։ Դե գնա քո պայմանագիրը ստորագրի քո կաբինետում քարտուղարում թող մամուլն հրապարակեն։ Այսինքն միշտ կա երկկողմ, իսկ որոշ դեպքերում նաև երկկողմ եւ այլն հարաբերություններ եւ բնականն է, դու մենակ չես որոշում։ Դու մենակ չես կարող որոշել Թուրքիայի հետ ոնց պիտի հարաբերությունները, եթե դու չես կարգավորել Ադրբեջանի հետ կարգավորել։ Ադրբեջանը ասում է դու խնդրեմ չունես, բայց ես խնդրեմ ունեմ։ 300,000 մարդ սպասում է ճամպրուկները հավաքած, սպասում է երբ պիտի գոնե ընդունի այդ մարդը։ Դե տեսեք, Ալեն Սիմոնյանը ասում է, նրանք կապրեն այնպես, ինչպես հայերը ապրում են Վրաստանում։ Ասում է Արցախի խորհրդարանը ընտրում է նախագահ, օրենք է փոխել, սահմանադրություն է փոխել, դրա համար Ադրբեջանը խոսում է այսպես կոչված ադրբեջանցիների վերադարձի մասին։ Դեք Ալեն Սիմոնյանը մարդ է, որը ուղղակի կրկնում է կամ աշխատում է կրկնել այն, ինչ որ իրեն ասվում է կամ շեֆն է։ Շեֆը կարգադրել է գնալ Արցախ, նոր ուտել, ասել Աղդամը իմ հայրենիքն է, հիշում եք ասում։ Այո, հայտնի լուսանկար։ Այո, հայտնի լուսանկար, այսինքն իր այն ժամանակ Աղդամը իր հայրենիքն է, թող գնա հիմա, իր հայրենիքում ապրի, այնտեղ էլ ինչ ուզում է դուստա։ Պատասխանը հետևելն է։ Եթե դու հրաժարվում ես քո հայրենիքից, Աղդամից, թող այդ բանակցությունների ընթացքում այդ հարցը լուծվի։ Եվ իրեն երևի մի տուն տան Աղդամում մենք էլ տեսնենք ոնց է ապրում Ադրբեջանում, հետո մտածենք միգուցե ուրիշ ղարաբաղցիներ վերադառնան ոչ թե Աղդամում, այլ գոնե կողքի շրջանում, Ասկերանում ապրեն։ Կստացվի։ Իրենց մոտ գուցե ստացվի։ Պարոն Զոլյան, հիմա ուզում եմ անդրադառնալ Հայաստանի ինքնիշխանության եւ ինքնուրույնության նշաձողին։ Սա մի հարց է, որը տևական ժամանակ, տարիներ շարունակ այս իշխանությունը թմբկահարում է ու նաև այս շղարշով է փորձում արդարացնել այն բոլոր ձախողումները, այն բոլոր տապալումները, որ ունեցել է արտաքին հարաբերություններում։ Հայաստանի ինքնիշխանությունը բարձրացնելու իբրև թե այդ առաքելությամբ է Նիկոլ Փաշինյանը բացատրում Ռուսաստանի հետ վատացած, եթե չասենք շատ խիստ բացասական հարաբերությունները։ Դրանով է բացատրում Արցախի կորուստը, այ ասում են, չէ, մենք Արցախը հիմա չունենք, բայց ունենք ինքնիշխան Հայաստան։ Հարաբերություններ են կարգավորում հարևանների հետ, դա մեր ինքնիշխանության մակարդակն է բարձրացնում։ Իրականում Նիկոլ Փաշինյանը ինչ մակարդակի է հասցրել Հայաստանի սուբյեկտայնությունը տարածաշրջանում ու այդ իր նշած հարաբերություններում այդ երկու հարևանների հետ։ Եկեք փաստերով խոսենք։ Երբևիցե հարց չի եղել, որ ադրբեջանցիները պիտի վերականգնեն իրենց անկլավները եւ կան ապրեն Հայաստանում։ Այդ հարցը առհասարակ օրակարգում չի եղել։ Ինչպես է հայտնվել։ Ուրեմն դա բնական է, լուրջ մտածելու բան է։ Այսինքն եթե այդքան ինքնիշխան ես, ինչպես կարող ես այդ հարցը դարձնել օրակարգային։ Ուրեմն մի բան այդպես չէ։
Հիմա Արցախի ամենահիմնական խնդիրը դա Արցախն է, որտեղ դա մեր պատմության ողբերգությունն է, ոչ թե այս տարիների։ Առհասարակ, որովհետև ես գիտեք, ես ռեալ հիմա հնարավորություն չեմ տեսնում, անգամ որ մարդիկ վերադառնան եւ այնտեղ արժանապատիվ ապրել ինչ որ խոսքում է, որովհետև դա ցանկությունների ոլորտից է, բնական է այդ հարցը պիտի բարձրացվի, որպես մարդու իրավունքների, որպես ինչ-որ իրավունքների վերականգնման եւ այլն, դա պիտի նաեւ դիվանագիտական առումով այո, բայց իրականում մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը շատ հանգիստ կարող է մերժել։ Ինչ եղավ, փաստորեն կար այն կապիտուլյացիոն փաստաթուղթը նոյեմբերի 9-ի, բայց Փաշինյանը հասցրեց ավելի վատ պայմանների, որտեղ բոլոր դեպքերում ինչ-որ ձևով հայկական Արցախը մնում էր հայկական իշխանություններով եւ ինչ-որ պաշտպանություններով։ Բայց խնդիր ունեք Թուրքիան եւ Ադրբեջանը, ինչպես Եվրոպան ռուսական զորքի հետ։ Իրենց դուր չէին գալիս, որ այնտեղ կա ռուսական զորքը։ Ինչպես կարելի է անել այդ ռուսական զորքը։ Հանձնել Արցախը։ Ուրեմն պետք է ճանաչել Ադրբեջանի կազմում, հրաժարվել այդ ամենից, հանձնել, ասելով դե ռուսներն էլ թող պաշտպանեն։ Նույնիսկ ռուսները չէին պաշտպանի, որտեղ Ադրբեջանի ճանաչել ես որպես Ադրբեջանի տարածք։ Հիշում եք Պրագայում, որ հայտարարել է 86 ինքը վեր հանեց Ալմատայի փաստաթուղթը, հիմա ինչու չի հիշատակում։ Որտեղ դա իսկապես մենք շատ ենք խոսել, ձեզ մասին, որ այո, որտեղ բոլորովին այլ փաստաթուղթը, որը ի դեպ Ադրբեջանի դեմ է գործում, որտեղ Ադրբեջանը 93 թվականին է միացել եւ այնտեղ հստակ գրված է գոյություն ունեղ սահմաններ։ Այսինքն իսկապես Ադամ այն ժամանակ Ալենի հայրենիքն էր, որտեղ դրանով Ադրբեջանը ճանաչել է, որ դա համենայնպես եթե ոչ Հայաստանն է, ապա Արցախն է։ Այո, եթե գոյություն ունեցող սահմանների դեպքում։ Եվ գումարած վերապահումները գերագույն։ Այո, Մինսկի խումբը, եթե դու գնում ես այնտեղ կա երաշխիք, որ այնպես դու նախ եւ առաջ դե ֆակտո անտեսել ես նրա որոշումները 2019 թվականի հիշեք այդ փաստաթուղթը, որ փաստորեն մերժել է, անգամ քննարկել, որտեվ չէի հասկացել երևի ինչ պիտի անի, ավելի լավ բանի։ Այսինքն մենք տեսնում ենք ձախողում եւ նորից գանք այսօրվա խորհրդին 28-ին ինչպես եղավ, որ մեկ տարվա ընթացքում կարողացավ այդ Հայաստանը Թիֆլիսից եկած, որտեղ այն ժամանակ Հայաստանի քաղաքական եւ մշակութային կենտրոնը Թիֆլիսից եկած մի խումբ մտավորականներ միանալով այն ազատագրական պայքարի հերոսներին ստեղծել մի պետություն, որը կարողանում է ոչ միայն պահպանել իր տարածքները, այլ նաև վերականգնել Հայաստանի նաև այն մարզերը, որոնք եղել են ռուսական կայսրության ներքո։ Եվ մի քիչ էլ առաջ գնալ։ Ես նկատի ունեմ Կարսի նահանգը եւ այլն։ Ճիշտ է, այնտեղ խնդիր կար, ոնց պիտի ինքնիշխանությունը հաստատվեր, Կարսում ապստամբություն եղավ մուսուլմանների կողմից եւ այլն, բայց համենը մենք տեսնում ենք եւ բանակաշինության խնդիրները եւ կրթության եւ 19 թվականին բացվեց նաեւ համալսարանը։ 18 թվականից պատկերացեք այդ պայն բացվեց մեկ տարվա ընթացքում անգամ համալսարանն է բացել։ Հիմա գնում է այդ եղած համալսարանը փակում են, ուզում են հիմա ակադեմիական քաղաք են կառուցում։ Դե չորերը տանում են, այնտեղ ով պիտի գա, ինչու պիտի մետրոյով 40 րոպե մարդը հասնի այնտեղ։ Բայց դա հարց է, այդ մետրոն երբ է կառուցվելու։ Հա, անգամ այս բացի այդ մետրոյից ես բանը լուրջ բան չեմ տեսնում, որտեղ ինչ լաբորատորիաներ պիտի լինեն։ Ես հասկանում եմ, որ ուժտեղ կան այդպիսի ակադեմիական քաղաքներ, բայց որևէ մեկի մտքով չի հասնում քանդել այն եղածը։ Դե ռեստորաններ կսարքեն այս շենքերում, հյուրանոցներ, փող կաշխատեն։ Դա ոչ միայն այս կառավարությանն է, բայց նաև մենք տեսնում ենք ինչքան ռեստորան բացվեց, բայց ոչ թատրոն, ոչ էլ համալսարան։ Շենքերը միայն բանի դրա համար ոնց որ շենքերը միայն դրա համար են, որ հետո մի բան զվարճանքի կենտրոն ստոր։ Բայց խոսքը գնում է այն բանի մասին, որ ինքնիշխանությունը ոչ թե այն մարդկանցի, այլ իրենցից սովորեք։ Նույնն էլ վերցրեք կոմունիստական։ Բնական է տարբեր շրջաններ են եղել, բայց 20 թվականի ինչ վիճակում են ընդունել այն նույն բոլշևիկյան կառավարությունը, հատկապես Աքլեմյասնիկյանի օրոք, թուրքերը որ գրավել են մեծ մասը Հայաստանի, Հարավելյան Հայաստանի դուրս գալուց փաստորեն անապատ են դարձրել, ինչ որ կարող էին, գիտեք, հուշերում եք ջնայած է, ինչ որ հնարավոր է տանել իրենց հետ տանում էին։
փաստորեն ավերակներից նրանք շատ արագ կառուցեցին այս պետություն եւ այն նույն գեղեցիկ շենքերը, որտեղ այսօրվա իշխանիկներն են նստած։ Այո, իշխանիկները միայն բարի պաշտպանություն են ավելացել, որտեղ եթե հիշում եք, սովետի ժամանակ երբեք միլիցիայությունը չէր կանգնում այդքան։ Մի հատ միլիցիա է կանգնած ու վերջ։ Պարոն Զոլյան, եւ մի հարց էլ, որից հետո հաղորդումը կամփոփենք, Նիկոլ Փաշինյանը փորձում է խզում ստեղծել առհասարակ պատմության եւ գոյություն ունեցող իրականության միջև, ասում է, «Էլ հայրենիք չենք փնտրելու, սա է մեր հայրենիքը, պետությունն է հայրենիքը», այդ հակադրության մասին ինքը միշտ խոսում է, չէ, հայրենիք պետություն եւ ակնարկը ինչումն է, մոռացեք անցյալը, մոռացեք Արարատը, մոռացեք Արցախը, էլ փնտրտուքի մեջ մի ընկեք ու հիմա այդ իրենց պատկերացրած, հա, 4-րդ հանրապետությունը այդ իրական Հայաստան կոչված նախադասությունների համատեքստում է նա դիտարկում ու պատկերացնում, այսօր էլի դեպ այդ իբրև թե գաղափարախոսությունից իրական Հայաստանի մեջ բերում է արել իր օրվա ուղերձում։ Ձեզ համար հասկանալի է առհասարակ այդ խզման նպատակը որն է, ինչ ասել է իրական Հայաստան, դրանով Նիկոլ Փաշինյանը ինչ խնդիր է լուծում։ Գիտեք, բնական է ինչ խնդիր է լուծում, հասկանալի է իշխանության պահելու խնդիրն է լուծում, հիմնական ինչ որ ասում է, դա ուղղակի փորձենք հասկանալ ինչ է իրականում ասում։ Իրականում ասում է, որ ես ի վիճակի չեմ շարունակել եւ զարգացնել այն ավանդույթները, որ եղել են 3 հանրապետություններում, դրա համար սկսենք զրոյից։ Ինչպես որ կիններ զրոյ, նաեւ զրոյական կետից բանակցությունները, ինքը բանի իսկապես զրոյի հերոս է։ Որ ասենք ինչ է առաջարկում, հնարավոր չէ։ Միակ բանը, որ կարող է առաջարկել, դա եթե հիշում եք Սասնա-Ծռերում վերջի մհերը պատերազմում է Կոզբադինի թորների հետ։ Այդ Կոզբադինի թորները գալիս են, ուզում են ավերել Սասունա, փաստորեն միայն հարկահավաքության մասին, որպեսզի ինքը եւ իրան վերնախավը, չինովնիկությունը եւ իրեն ոստիկանությունը, ուժայինները լավ ապրեն։ Մի հատ տեսաբան ունեն իրենց կարմում ասել է մենք հոնեվիրալներ չենք։ Մենք իսկապես աշխատավարձով ապրող լավ գործի նստած, որ բան կարող անենք, դե բնականա միակ բանը, որ պետք է հարկերը հավաքել, որովհետև այն 7 միլիարդը, որ որպես պակտ են վերցրել, փաստորեն չի հերիքում, կամ էլ հիմա այդքան շատ չեն տալիս։ Ուրեմն հիմնական խնդիրը, այսինքն այդ Կոզբադինի թորների իշխանությունն է այսօր հաստատվել Հայաստանում եւ բնականա իրենց համար դե պատկերացրեք Կոզբադինի թորը եկել է իր համար նախկին Սասունի պատմությունը զրո է։ Միայն թե վատ բաներ է տեսնում, ինչպես իր պապուն են ծեծել ուղղակի։ Բնականա պիտի ոչնչացնեն, բայց ինչպես էպոսում ժողովուրդն ասել, հայտնվում է այդ փոքր մհերը, որ այդ 70 բոլոր այդ 70 կամ 70-ներին թորներին դուս է քշում Հայաստանից։ Կարծիքով սա է։ Հայտնվելու է կարծում եք հայ ժողովրդից նորից փոքր մհերը։ Համենայն դեպս էպոսը հերոսավեպը այդպիսի պատասխան է տալիս, որովհետև իհարկե դա ճիշտ է փոխաբերական առումով ենք ասում, խնդիրները կան, բայց որպեսզի այդ խնդիրները լուծենք, պետք է հիշենք ինչ է եղել, նաև սխալները, գիտեք, որովհետև հիմա խոսում ենք, միայն լավն ենք հիշում։ Չէ, ոչ ոք չի ասում, որ չեն եղել խնդիրներ։ Խնդիրները եղել են նույն ռազմական եւ քաղաքական ղեկավարությունը, որ Փաստորեն Խատիսյանի պատվիրակությունը տեղյակ չէր ինչ է կատարվում Երևանում։ Իրոք խնդիրներ եղել են, բայց պետք է այդ խնդիրները, բայց նաև պետք է նախ եւ առաջ հիշել ինչ է եղել, ոչ թե նսեմացնել եւ իրականը տեսնել եւ մեզ համար եւ ինձ համար ամենամեծ խորհուրդը ոչ միայն Սարդարաբադն է, այլ մեկ տարվա ընթացքում ինչպես կարելի է 9000 քառակուսի կիլոմետրից դարձնել 54։ Պատկերացրեք, եթե մեկը գար այն ժամանակ, ասեր դա հնարավոր չի։ Դա ձեր հայրենիքը չի։ Մեկ հայրենիքը չի, եկեք այդ 9000-ում տեղավորվենք, լիքը բան կա ու հատկապես Մասիս լերը կար այնտեղ ժամանակ դրա համար հանրապետություն Արարատյաններ հետ Մասիս լերում բոլորս էլ մի շուրջ պարենք։ Այսինքն այդպիսի գաղափարախոսներ ես համոզված եղել եմ, բայց հիմնականն է կա եւ պետականությունը
կառուցվել է հենց այն մարդկանց, որոնք փաստորեն չէին խոսում պետականությունից, մտածում էին ազգի պահպանման եւ զարգացման մասին։ Դե շատ խոսողները որպես կանոն քիչ են կառուցում, չէ՞։ Դե որտեվ ունակ չեն, ամեն մեկը իր գործով ասպարված, մեկը խոսելու վարպետ է, բնական է, բայց պետք է նաեւ գնահատել եւ հասարակությունը պիտի հասկանա, այդպես ասած, եւ խոսողին միգուցե գեղեցիկ խոսողներն էլ, բայց ճիշտ խոսողներ։ Այսինքն կեղծ արարներին բնական է պետք է ինչպես կեղծ դրամ արտադրողներին, գիտեք, միջնադարում ինչպես էին պատժում։ Ու կեղծ դիսկուրսներ արտադրողներին նույն ձևով պետք է պատժել։ Շնորհակալություն վերլուծության համար, հարցազրույցին սպասեք վաղը։